Արցախի հանրապետության նախագահի Բելգիայի թագավորություն կատարած այցի երրորդ օրը մեկնարկեց Անտվերպենի նահանգում գտնվող Մեխելեն քաղաքից։ Քաղաքային իշխանությունների կողմից նախագահական շարասյունն ուղեկցվել է անվտանգության երաշխիքներով։ Պատվիրակությանը դիմավորել է Մեխելեն քաղաքի փոխքաղաքապետ Ֆլամանդական խորհրդարանի անդամ Մարկ Հենդրիքսը։ Ողջունելով Արցախյան պատվիրակությանը փոխքաղաքապետը շրջայց է կազմակերպել քաղաքապետարանում, ներկայացնելով պատմական շենքի անցյալը։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Արցախի հանրապետության նախագահին, պետք է ամեն ինչ անել, որ Արցախը մեկուսացվածությունից դուրս գա։ Ցավալի է, որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, նույնիսկ մեր նկատմամբ մտցնելով մեզ սև ցուցակներ, բայց ամեն դեպքում պետք է պայքարել։ Արցախի նախագահի պատվին ընդունելությանը նաև հայ համայնքի վարչության անդամներն էին ներկա։ 82,000 բնակչություն ունեցող քաղաքում 2000-անոց հայ համայնք կա, որն իրեն լավագույնս է դրսևորում, ընդգծում են քաղաքապետարանի պատասխանատուները։ Հանդիպմանը ներկա հայերն անմիջական մթնոլորտում շրջապատեցին նախագահին ու զրույց ավալեցին Արցախին վերաբերող իրենց հուզող հարցերի շուրջ։ Մեզ համար դա շատ մեծ կարևորություն է, կախված փոխադարձ կապը Բելգիա եւ Հայաստան Արցախ փոխադարձ կապի համար։ Մեխելենի քաղաքապետարանի ավանդույթների մեջ է պատվավոր հյուրերի հուշամատյանում ստորագրություն թողնելը։ Հաստափոր ալբոմում նաև Բակո Սահակյանի նկարն է արված, որի տակ դրվեց նաև նախագահի ստորագրությունը։ Իդեպ բարձրաստիճան հյուրերի ստորագրություններում նաև Բելգիայի թագավորինն էր։ Այնուհետև կողմերը փոխանակվեցին նվերներով։ Արցախյան պատվիրակությանը ողջունել է նաև Մեխելենի քաղաքապետ Բարդ Զոմերսին, ում հետ առանձնազրույցում կողմերը քննարկել են համագործակցության ծրագրեր։ Քաղաքապետն իր աջակցությունն է հայտնել Բակո Սահակյանին եւ հավաստիացրել, որ Արցախյան պայքարն իրենց կողմից հարգվող պայքար է։ Բակո Սահակյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել շփումների փոխադարձ կարեւորության մասին։ Քաղաքապետարանից հետո նախագահը Բելգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի ուղեկցությամբ գնացել է դեպի Մեխելենում հայկական խաչքար հուշարձանի մոտ, որը տեղադրվել է անցած տարի հայոց ցեղասպանության մեկ տարելիցի հիշատակին։ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է տեղադրել եւ իր խոնարհումը բերել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Մեխելենից մեր ռեդակցիան Մահեր Մկրտչյան, օրծրագրի համար։ Ջերմակ ծածկոցը իջեցնում են Ռոբերտ Աբաջյանի հայրը Անդրանիկ Զոհրաբյանի պապը եւ Զորամասի լավագույն զինծառայողներից ավագ սերժանտ Արա Հարությունյանը։ 2 տարին ընթացքում ենք ճանաչել ենք իրար, երկար օրեր շփվել ենք միասին, մեծ պատմություն էր ինձ համար մասնակցել խաչքարի բացմանը եւ այն տեսան ամեն օր աղավոտյան մեր գումարտակի առջև։ Զորամասում կանգնեցված Տուխակերտ խաչի պատվանդանի թանկ անուններ են բացվում՝ Արմենակ, Քյարամ, Անդրանիկ, Կյար։ Տղաները ապրիլի 2-ին նույն դիրքում են անմահացել, ապացուցելով, որ դեռ չի անցել հերոսների ժամանակը։ 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, շարքային Քյարամ Սլոյանը զոհվեցին հերոսաբար, չտվեցին դիրքը հակառակորդին։ Նրանց անունները հավերժացնող խաչքարի օրհնության կարգը Մարտակերտի հոգևոր հովիվ Բարսեղ Քահանա Անդրյանն է կատարել։ Հիշյա Տեր Մեծի Գալստյան արքայության քո, Արա արժանի, ողորմության, հավության, երթողության մեղած, դասավորյալ պայծառացո, ընծուրփս քո, ընդարդար սնքո, զիդու ես Տեր եւ արարիչ ամենեցուն։ Խաչքարը կանգնեցվել է տղաների հարազատների նախաձեռնությամբ։ Նրանք Արցախ են եկել, ցավն ու հպարտությունը մեկտեղած, խոստովանում են արդեն երկրորդ օրը Զորամասում են եւ անկեղծանում են, չէին կարող չգալ։ Ուզում եմ ասել, որ մեր հերոսները, մեր տղաները 4-ն էլ Արմենակը, Քյարամը, Անդրանիկը, Ռոբերտը այսուհետ եղբայրներ են իրենց կատարած սխրանքով։ Հիշողները շատ լավ են հիշում, ես ուզում եմ, որ այս հիշողներից հետո էլի մարդիկ հիշեն, իրան հիշողները չեն մոռանա։ Կցանկանամ հայ ազգին համբերություն, մեր զինվորներին բարի ծառայություն, երկրին էլ խաղաղություն։ Զորամասի հրամանատարությունը երկար չի տատանվել, որտեղ կանգնեցնել խաչը։ Ծառայակիցները հերոսներին լավ գիտեն, իսկ հանորակոչիկները նոր պետք է ծանոթանան եւ դաստիարակվեն նրանց կենսագրությամբ։ Այս զորանոցում իրենց պատրաստությունն են ասնում մեր երիտասարդ լրահամալուրումը, մեր բանակի շարքերը արդեն իսկ մի քանի ամսվա ընթացքում պատրաստություն անցած զինծառայողները։ Դրա համար հատուկ ընտրել ենք այստեղը, որպեսզի Զորամասի բոլոր զինծառայողները
ծառայություն անցնելով այս գումարտակի կազմում կարողանան ամենօրյա իրենց առօրյա գործունեության ընթացքում տեսնեն, օրինակ վերցնեն։ Խաչքարի դիմաց արդեն նոր սերունդն է գլուխ խոնարհում պատանիներ, ովքեր օրեր անց իրենք են առաջնագից մեկնելու։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Ցանկերը կատարվել են ուրեմն մարտի վերջին եւ ամառվա կեսերին մենք արդեն շուտով 1 ամիսի կեսից մենք կունենանք հունիսի վերջին մենք կունենանք արդեն ծորենի բերքավակից հետո մենք սկսենք արդեն ծորենի բերքավակը։ Հնդկացորենը գառնանացան այն մշակաբույսն է, որի վեգետացիան տևում է 90-ից 100 օր։ Վերջին տարիներին ոչ ավանդական մի շարք մշակաբույսեր, այդ թվում նաև հնդկացորենը մուտք են գործել Արցախյան գյուղոլորտ եւ քայլ առ քայլ իրենց տեղն են ամրապնդում։ Արցախի օղատարածքներում հնդկացորենը դյուրի մշակվող եւ ցանկաշրջանառության համար հարմար մշակաբույս է։ Ինչպես գիտեք, Ղարաբաղում ընդունված է մի քանի տարի անընդհատ իրար հետևից ծորեն մշակել, որը որ ճիշտ չի, սխալ է եւ ուրեմն հնդկացորենը շատ հարմար մշակաբույս է, որպեսզի կարողանա մեզ օգնել այդ հարցում եւ որպես ցանկաշրջանառության միջոց փոխարինել ծորենի ցանքերին։ Ընթացիկ տարում գառնանացան մշակաբույսերի աջակցության ծրագրի շրջանակներում գյուղնախարարությունը հողօգտագործողներին անվճար տրամադրել է հնդկացորենի սերմացու, ապահովել է նաև պահանջվող պարարտանյութերով։ Արդեն մենք ունենք 5-600 հեկտար հնդկացորենի ցանքեր, որոնք որ շատ հաջողված են, պետք է ասեմ, տարին շատ բարենպաստ էր, ժամանակին կատարվեցին ցանքեր եւ ունենք բավականին լավ ցանքատարածություններ։ Հնդկացորենի այսօրվա արտադրանքն ինչ խոսք դեռ չի բավարարում բնակչության պահանջները, խոստովանում է գյուղնախարարը, բայց նաեւ հույս հայտնում, որ ոչ միայն հնդկացորենի, այլև շատ այլ հատիկանդեղենի մասով մոտ ապագայում արտադրության աճ կունենանք։ Հողօգտագործողներից շատերն արդեն անցնում են հողի գրագետ մշակության, որը կխթանի շուկայում տեղական արտադրանքի ավելացմանը։ Գյուղատնտեսությունը որոշակի պահանջներ ունի, որը չպետք է անտեսել, ընդգծում է Արամ Մխոյանը, դա կապված է ինչպես ագրոտեխնիկական կանոնների, այնպես էլ ցանկաշրջանառության հետ։ Իհարկե շատ լավ կլինի, որ մենք կատարենք գոնե 4 դաշտյա, 5 դաշտյա ցանկաշրջանառություն։ Այսինքն եթե այստեղ անցյալ տարի ծորեն է, 4 տարի հետո նոր կրկնել ծորեն է։ Ցանկաշրջանառության հետ կապված խնդիրը մի քանի տարի առաջ լուծելու հնարավորություն չունեինք, այսինքն չունեինք այն մշակաբույսերի բազան, որոնց միջոցով հնարավոր կլիներ իրականացնել լիարժեք ցանկաշրջանառություն։ Պատկերն այսօր այլ է։ Այսօր մեր գյուղատնտեսության ուրեմն ոլորտում արդեն ունենք բազմաթիվ մշակաբույսեր, դա ուրեմն հնդկացորենն է, սոյան, եգիպտացորենը, սորգոն, հացահատիկը եւ յուղատու մշակաբույսերից արևածաղիկը, կտավատը, ռապսը, որոնք որ շատ լավ ցանկաշրջանառության միջոցներ են։ Այնպես որ մնում է կիրառել գառնանացան մշակաբույսերով զբաղվող եւ արդեն հաջողության հասած հողօգտագործողների փորձը, դրանով իսկ դնելով գրագետ ու ճիշտ գյուղատնտեսության հիմքը։ Գենադի Երեմյան, Միրուժան Հայրապետյան, օր։